Աշտարակի խճուղում է հաստաբում բարդին, շաբաթ երեկոյան ուժեղ քամուց կոտրվել ու ընկել ճանապարհով ընթացող մոպեդի և Հոնդա մակնիշի ավտոմեքենայի վրա, մոպեդավարը տեղում մահացել է։ 50-ամյա Ուրալի Ումիրովն է եղել մոպեդի ղեկին։ Ըստ Շամշանքոմի, նա Թուրքմենստանի քաղաքացի էր, Հայաստանում առաքիչ էր աշխատում։ Դեպքից 3 րոպե հետո ինձ ուղարկեցին այս տեսանյութը, սարսափելի էր, ոչ ոք նորություն չուներ նրանից։ Ազգության փնդիկ 26-ամյա Սորոփը շոկի է ենթարկվել, երբ տեսել է գործընկերոջ մահվան տեսանյութը, մոտ կես տարի միասին են աշխատել։ Ասում է Հայաստանի ճանապարհներին իրենք ամեն օր փորձության են ենթարկվում։ Ճիշտ է, Հայաստանում վտանգավոր չէ, բայց երթևեկողների համար փորձությունները շատ են, գրեթե ամեն օր։ Մեր գործընկերը եկել էր գումար աշխատելու, ինչ եղավ։ Ֆահիմը Ուրալիին ավելի քիչ է ճանաչել, բայց շատ անհանգիստ է, ինչպես է նրա մարմինը տուն, Թուրքմենստան ուղարկելու։ Մենք բոլորս մտածում ենք, որ պետությունը պետք է օգնի նրան, ինչպես են նրան հասցնելու իր ընտանիքին։ Մեզ համար նույնիսկ հիվանդանալն է խնդիր այստեղ Հայաստանում։ Անընդունելի էր ինչ որ տեղի ունեցավ։ Փտած ծառը Ուրալիի մահվան պատճառ չէր դառնա, եթե այն ժամանակին կտրած լինեին քաղաքապետարանի կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն հողակի աշխատակիցները, նկատում է Երևանի ավականու անդամ Քրիստինա Վարդանյանը։ Անհասկանալի է, լույսի արագությամբ հատվում են փողոցների երկայնքով կենդանի ծառերը և տարիներ շարունակ մենք չենք կարող նման տիպի վթարային ծառերը հեռացնել։ Չի հերքում հողակի տնօրեն Արմեն Բեգոյանը, որ մոպեդավարի կյանքը խլած ծառը մի քանի անգամ վթարային է գնահատվել իրենց աշխատակիցների կողմից։ Միայն թե ըստ Բեգոյանի այդ գնահատումը բարի կամքի դրսևորում է եղել, որովհետև տարածքը, որտեղ եղել է ծառը, քաղաքապետարանի պատասխանատվության տակ չէ։ Սեփական տարածքից նորից մի ծառի հսկայական ճյուղ կոտրվել եւ ընկել էր Չարենց փողոցի վրա, ինչի արդյունքում մենք ստիպված եղանք նորից օժանդակություն ցուցաբերելու, զգուշացնելու սեփականատիրոջը։ Այս դեպքում էլ եթե մեզ հաջողվեր սեփականատիրոջը գտնել կամ ինչ-որ բան, հնարավոր էր նաեւ օժանդակություն ցուցաբերել։ Դա հանցավոր անգործություն է տվյալ դեպքում։ Ըստ Երևանի ավականու ընդդիմադիր անդամի հանցավոր անգործություն է ցուցաբերել քաղաքապետարանը։ Չի ընդունում պատճառաբանությունը, թե մասնավոր տարածքում էր ծառը, իրենք ոչինչ անել չէին կարող։ Այսինքն դուք որպես մասնագիտական կառույց բացարձակապես ձեր տեղում չեք։ Դուք չեք կարողանում քաղաքացիներին բացատրել, ուրեմն պետք է հատում իրականացնել, թե պետք չի։ Տեղեկություն կա, թե ինչ-որ բնապահպան ակտիվիստներ թույլ չեն տվել կտրել հնամենի ծառը։ Քրիստինա Վարդանյանը դա մանիպուլյացիա է անվանում։ Ծիծաղ առաջացնող ինչ-որ մանիպուլատիվ թեզա դաշտ, ուրեմն հрамցվում, թե դա ակտիվիստները չեն թույլատրել, որ քաղաքապետարանը անի։ Այսինքն առողջ ծառերը, որոնք արդեն բուժվել էին, նորմալ վիճակում էին փողոցներում, չկարողացանք պաշտպանել, բայց անհայտ քաղաքացիներ, չորացած ծառերը կարողանում են պաշտպանել, սա շատ տարօրինակ մեթոդաբանություն է։ Մոպեդավարի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնել քննչական կոմիտեն։ Մինչ կպարզեն, թե ով է մեղավոր տապալված ծառի համար, մի ծառ էլ այսօր Պարոնյան փողոցում է կոտրվել, ընկել կայանված Volkswagen-ի և Toyota-ի վրա։ Փակել երթևեկելի գոտին, բարեբախտաբար տուժածներ չկան։ Աննա Գյուլնազարյան, Հենրիկ Համազասպյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։